Տիկին բարձր ներկայացուցիչ, տիկին հանձնակատար, հարգելի գոլեգաներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին բարձր հանձնակատար Կալասին եւ տիկին հանձնակատար Կոստին մեզ հյուրընկալելու համար, այս հանդիպումը շատ լավ կազմակերպելու համար, մեր նախորդ հանդիպումից ի վեր այս ֆորմատով պետք է նշեմ, որ կարևոր ժամանակահատված է եղել մեր համագործակցության համար Սեպան իրավական հիմք է հանդիսանում Եվրամիություն Հայաստան գործընկերության համար, բայց մեր հարաբերությունները մենք զարգացրել ենք Սեպայից նույնիսկ ավելի լայն շրջանակներում, նոր ուղղություններով, շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների զարգացումը, նոր նվաճումները երբեմն ավելին են, քան այս ամենը ֆորմալիզացնելու մեր կարողությունը այս գործընթացում ամբողջ ընթացքում մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությունը եւ շնորհակալ որ օգտագործել են մի շարք գործիքներ, որոնք նաեւ այդ թվում գործիքներ, որոնք մշակվել են անդամակցության տեխնացու երկրների համար Ուզում եմ մի քանի ասպեկտների մասին խոսել մեր հիմնական արդյունքների վերաբերյալ։ Առաջինը մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստանալու համար մենք սկսել ենք վիզայի ազատականացման գործընթացը եւ տեսնում ենք դրա առաջընթացը գործողությունների ծրագրի միջոցով, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժունակության եւ կհասնենք ի վերջո առանց վիզայի ճամփորդության Երկրորդը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցություն առաջին մասը օգնության Հայաստանը ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում դա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար եւ հանձնակատար Կալասի կամ բարձր ներկայացուցիչ Կալասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ եւ խոսեցինք նաեւ Հայաստանի ընդհանուր Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության միանալու մասին անվտանգությունը կամ պաշտպանությունը կարևոր ուղղություն է մեր համագործակցության համար տնտեսությունը եւ բարեփոխումները Դիմակայունության եւ աճի ծրագիրը չափազանց կարեւոր է բարեփոխումների համար, տարբեր ոլորտներում համագործակցության համար եւ ռազմավարական ոլորտներում ներդրումներն ավելացնելու համար։ Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը ել ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայությունը, այդ թվում նաեւ նոր հիբրիդային սպառնալիքների լույս ներքո։ Չորրորդը կապակցությունը ավելի հզոր կոլեկտիվության կապակցվածության Հայաստանի տեսլականը ոչ միայն համապատասխանում է Եվրամիության գլոբալ դարպասի եւ Սևծովյան ռազմավարությանը Մենք այսօր խոսենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունների մասին մենք նաև քննարկել ենք ակտիվ աշխատանքը TRIP ծրագրի իրականացման ուղղությամբ եւ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները աննախադեպ հնարավորություններ են ստեղծել սրա համար լրացուցիչ պոտենցիալ քայլերը այդ թվում նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ ենթակառուցվածքային մեծ ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոփոխել տնտեսական եւ քաղաքական ճարտարապետություն ամբողջ տարածաշրջանի հարգելի գոլեգաներ այս ամենը հիմքեր է ստեղծել մեր այսօրվա նվաճումների համար մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք Եվրամիություն Հայաստան ռազմավարական նոր համագործակցության նոր ռազմավարությունը եւ մեր համագործակցությունը բարձրացինք ռազմավարական մակարդակի եւ սա մեր ամբիցիաների վերջը չէ ինչպես դուք գիտեք Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց Եվրամիության անդամակցության մասին Հայաստանի եւ այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարեւոր է Հայաստան Եվրամիություն համագործակցությունը մտնում է նոր փուլ եւ մենք ունենք համընդհանուր տեսլական մեր քաղաքացիների համար
2026 թվականին մայիսին տեղի ունենալու Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովը